Բարի երեկո, առաջին ալիքի եթերով շաբաթ արևմտահայերնով ամփոփելու ժամն է, ես Լուսիվանա Կարապետյանն եմ։ Գևորգ Սուջյանը, Թավիթ Թավթյանը, Վիքեն Օլջեկչյանը և Վակիվ Խաչատրյանը վերադարձած են Հայաստան։ Ադրբեջանի Հանրապետության համապատասխան մարմիններու ներկայացուցիչները հունվար 14-ին զանոնք հանձնած են Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմիններու ներկայացուցիչներուն։ Նախնական տվյալներով անոնք առողջական խնդիրներ չունին։ Վագիվ Խաչատրյանի առողջական վիճակը քննադատված է բավարար։ Հիշեցնենք, որ Գևորգ Սուջյանն ու Թավիթ Թավթյանը քերեվարված են 2020 թվականի նոյեմբերին պատերազմի ավարտեն երբ փորձած էին աջակցություն հասնել Արցախի մեջ գտնվող իրենց ընկերներուն։ Ադրբեջանի մեջ անոնք դատապարտված էին 15 տարվա ազատազրկմամբ։ Լիբանանահայ Վիքեն Օլջեկչյանը քերեվարված էր 2020 թվականի նոյեմբերի 10-ին Շուշիի ուղևորվելու ճամփուն վրա։ Անդադապարտված էր 20 տարվա ազատազրկմամբ։ Ինչ կվերապերի Վագիվ Խաչատրյանին, ան քերեվարված էր 2023 թվականի հուլիսին Հակարի կամուրջինքով, երբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեին ուղեկցությամբ Արցախեն կմեկներ Երևան բուժման նպատակով։ 2025 թվականի դեկտեմբերի վերջը տեղեկություններ տարածված էին, որ անոր առողջական վիճակը Բաքվի փանդի մեջ վատացած էր և զինք տեղափոխած էին հիվանդանոց։ Երևանն ու Վաշինգտոնը վերահաստատած են օգոստոս 8-ին ցերկ բերված պայմանավորվածությունները։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործոց նախարար Արարատ Միրզոյանն ու Ամերիկայի Միացյալ Նահանգներու պետական քարտուղար Մարկո Ռուբիոն հաստատած են TRIP նախագծի իրականացման Հայաստան-Ամերիկա համատեղ շրջանակը, ընդգծելով խաղաղության համակարգայնացման կարևորությունը։ Միրզոյանի խոսքով փաստաթուղթը ամբողջությամբ հրապարակված է, չհրապարակված պայմանավորվածություններ չկան և ողջ գործընթացը պիտի ընթանա Հայաստանի ինքնիշխանության ու իրավազորության լիակատար պահպանությամբ։ TRIP-ը միտված է տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացմանն ու Հայաստանի թերի ընդլայնման որպես տարանցիկ հանգույց։ Օգոստոսի 8-ի խաղաղության գագաթնաժողովին 5 ամիս ետ Երևանն ու Վաշինգտոնը վերահաստատեցին ցերկ բերված պայմանավորվածությունները։ Հայաստանի արտաքին գործոց նախարար Արարատ Միրզոյանն ու Ամերիկայի Միացյալ Նահանգներու պետական քարտուղար Մարկո Ռուբիոն ընդգծած են խաղաղության հետագա համակարգայնացման կարևորությունը։ Անոնք հաստատեցին TRIP նախագծի համար Հայաստան-Ամերիկա կենսագործման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարությունը։ Անիգա կորձարարության թռներ կփանա Հայաստանի արչև, թույլ կուտա տնտեսապես փառքավաճելու եւ որևէ կերպով չի ոտնահարեր Հայաստանի ինքնիշխանությունը։ Ասիգա համագործակցության հիանալի օրինակ մնե, նաեւ շարունակական միջոցը կառուցելու երկկողմանի հարաբերությունները մեր երկրներում միջև, որոնք շատ ամուր են եւ կշարունակեն ամրապնդվել այս համաձայնագիրներու միջոցով։ Երրակողմանի պայմանավորվածությունն են դուրս։ Կգարձենք երրակողմանի պայմանավորվածությունը իրապես պիտի դառնա օրինակ աշխարհի համար, թե ինչպես կրնա մեկը բացվի տնտեսական գործունեության եւ փառքավաճման համար առանց որևէ կերպով գասկածի տակ առնելու կամ խաթարելու ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Վստահ ենք, թե ադիգա հիանալի պիտի լա Հայաստանի, Միացյալ Նահանգներու եւ բոլոր ներգրավված կողմերու համար, բայց ի վերջո պիտի ծառայե որպես օրինակ աշխարհի համար։ Մենք հանձնառու ենք եւ այսօր կարևոր քայլ կձեռնարկենք այս ուղղությամբ հարաճ շարժելու համար։ Հայաստանի արտաքին գործոց նախարարը փաստաթուղթը կհամարե չափազանց կարևոր, որ նոր քայլ մնե 2025-ի օգոստոսի Սպիտակ տան մեջ ցերկ բերված հանձնառություններ ու կյանքի կոչման ուղղությամբ Հարավային Կովկասի մեջ հարադեպ խաղաղության կորձին նվաստելու համար։ Ասիգա պիտի չլա վերջնական փաստաթուղթ, բայց Միրզոյանի քննադատմամբ նշանակալի ցերկբերում մնե եւ շահեկան բոլոր կողմերուն համար։ Ըստ անոր համաձայնեցված է այն, ինչ հանձնված է թուղթին եւ հրապարակված է։ Ավելի որևէ բան համաձայնեցված չէ։ Չկա որևէ պայման, որը բարձրացվել է, բանակցվել է եւ ունի համաձայնեցում, բայց չենք հրապարակել ինչ նկատառումներից ելնելով։ Ուրեմն միանգամից եմ ասում եւ միանշանակ որևէ այդպիսի դրույթ չկա, կա այն, ինչ որ կա այս փաստաթղթում եւ հրապարակված է։ Նշված է, թե TRIP նախագիծը միտված է Հայաստանի տարածքի մեջ անխոչնդոտ բազմակողմանի տարանցիկ փոխկապակցվածության ստեղծումին, նպաստելով տարածաշրջանային խաղաղության, կայունության եւ համակրման պետություններու ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ իրավազորության հարկանքի հիման վրա։ TRIP-ը կապելով Ադրբեջանի հիմնական մասը իր Նախիջևան ինքնավար հանրապետության հետ եւ կենսական օղակ ստեղծելով տրանսկասպյան առևտրային երթուղում միջազգային եւ ներպետական փոխկապակցվածության փոխադարձ առավելություններ կստեղծի Հայաստանի Հանրապետության համար։ Ես կարևոր եմ համարում ուրեմն TRIP-ի այս մեծ ռեգիոնալ ուրեմն կոնտեքստում ներկայացումը։
Նշված են հնարավոր այն օգուտները, որոնք կրնան ունենալ Հայաստանն ու Միացյալ Նահանգները։ Նախադեсված է, որ Հայաստանը պիտի ընդլայնի հետերակատարությունը որպես տարածաշրջանային դարանցիկ ու տնտեսական հանքույց։ Փաստաթուղթը կհստակեցնի թրիփ զարգացման ընկերության ստեղծման որոշակի պայմաններ։ Կակնկալվի, թե ընկերությունը պատասխանատու պիտի ելնա թրիփի զարգացման համար 49 տարի նախնական ժամկետով։ Հայաստանը Ամերիկայում պիտի առաջարկի ընկերության 74%-ը, ինքզինքին բահելով 26%-ը։ Կակնկալվի, թե այս գործակցությունը պիտի երկարաձգվի եւս 50 տարիով, եթե կողմերեն որևէ մեկը արարգություն չունենա։ Սկզբնապես առաջին 49 տարում Միացյալ Նահանգները կունենան 74% բաժնեմասերի, Հայաստանի Հանրապետությունը 26%, եւ եթե որևէ մեկը մեզնից չառարկի երկարաձգելուն, կարելի է երկարաձգվի եւս 50 տարով եւ ահա այս երկրորդ շրջանում 50-րդ տարուց մինչև 99-րդ տարի արդեն Հայաստանի Հանրապետության բաժնեմասը 26%-ից կբարձրանա 49%-ի։ Առանց Հայաստանի համաձայնության չեն գտնար բաժնեմասերը օդարվիլ, վաճառվիլ, նվիրվիլ, վերագազմագերբվիլ։ Փաստաթուղթի մեջ հստակ նշված է, որ այդպիսի զարգացումներու եւ վերջնական սեփականատերերու փոփոխության բարակային անհրաժեշտ է Հայաստանի եւ Միացյալ Նահանգներու կառավարություններու համաձայնությունը։ Հստակ ամրագրում ենք, որ այդպիսի բան առանց մեր համաձայնության բացառվում է, որ տեղի ունենա։ Դա կլինի պայմանագրի խախտում եւ հետեւաբար չի կարող լինել։ Թրիփ ընկերությունը անմիջականորեն պիտի սպաղի երկաթուղային եւ ճանապարհային ենթակառուցվածքներու կառուցումով եւ շահագործումով, մինչդեռ պիտի ըլլան այլ ենթակառուցվածքներ, որոնց իրականացման ծրագրման շինարարության կառավարման համար ընկերությունը գրնա հիմնադրել դուստր սերնարկություններ կամ հատուկ նշանակության գազམ་ակերպություններ։ Անոնց մե յուրաքանչյուրի բարակային ալ գրնան ներգրավվել մասնավոր ընկերություններ, բայց Հայաստանի կառավարության համաձայնությամբ։ Հայաստանի Հանրապետությունը ենթակառուցվածքների համար անհրաժեշտ հողի վրա կառուցապատման իրավունքով է օժտելու թրիփ ընկերությունը, այստեղ կհիշեք ինչքան շահարկումներ եղան, թե որևէ հող Հայաստանի Հանրապետությունից որևէ կերպ օտարվում է կամ չգիտեմ, վարձակալություն եւ այլն, Հայաստանի Հանրապետությունը կառուցապատման իրավունք է տալու իր հողի վրա, ինչպես բազմաթիվ տասնյակ եւ հարյուրավոր ընկերությունների, որոնք գործում են Հայաստանի Հանրապետությունում։ Միժանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ փաստաթուղթի մեջ քանի անգամ ընդգծված է, որ ամբողջ գործընթացը տեղի պիտի ունենա, ենթակառուցվածքները պիտի կորզարկվին Հայաստանի ինքնիշխանության իրավազորության լիակատար պահպանումով։ Ազգային անվտանգության վիրապահ գործունեության նկատմամբ վերահսկողությունը Հայաստանը պահելու է։ Հայաստանը հստակորեն պահպանում է թրիփով առևտրի եւ տարանցման նկատմամբ մաքսային եւ սահմանային վերահսկողության իրավազորությունը։ Հարկերի, մաքսային տուրքերի եւ առևտրի ու տարանցման այլ պարտադիր վճարների նկատմամբ իրավազորությունը։ Նշված է, որ Հայաստանի ինքնիշխանությունը եւ իրավազորությունը սահմանային եւ մաքսային գործողություններու նկատմամբ բացարձակ են եւ անքննարկելի։ Կակնկալվի, թե սահմանային եւ մաքսային բոլոր գործողությունները իրականացվին սահմանային կառավարման միջազգայինորեն ճանաչված չափանիշներուն համապատասխան, պահպանելով օգոստոս 8-ի հռչակագրի սկզբունքները եւ օգտագործելով front office, back office կորզարնական ձևաչափը։ Front office ծառայությունը գրնա մատուցել մասնավոր մատակարարը, որում պիտի ընդրե թրիփ ընկերությունը։ Առաջնային գրասենյակը պիտի մատուցի հաճախորդներուն առերես սպասարկում, back office-ը Հայաստանի պետական մարմիններն են։ ՀՀ մաքսային եւ սահմանային պաշտոնյաները իրացնում են բոլոր ինքնիշխան իրավասությունները, ինչպես որ դրանք սահմանում է ՀՀ օրենսդրությունը։ Հայաստանի պաշտոնյաները ֆիզիկական ներկայություն են պահպանում Հայաստանի սահմանային եւ մաքսային բոլոր հաստատություններում։ Ինքնիշխան գործառույթների որևէ արտապատվիրակում չի իրականացվում։ Front office-ի օպերատորներն աջակցում են, նրանք չեն որոշում։ Անդրադառնալով այն հարցին, թե ինչու է թրիփ բաժնեմասերու միայն 26%-ը պատկանելու Հայաստանին, իսկ 70%-ը Ամերիկայի Միացյալ Նահանգներու նախարարը նշեց, մեծ հաշվով ադիգափանակցություններով արդյունք է եւ գարդացել է երկրներու ներդրումները։ Միացյալ Նահանգները պիտի իրականացնի մեծածավալ ներդրումներ։ Կարծում եմ բավականին արդար բաշխում է, ընդ որում խոսքը միայն 49 տարվա մասին է առաջիկա։ Ենթադրվում է էլի կրկին բիզնես մոդելի հարց է։ Այդ փուլում որոշակի տարիների ընթացքում, երբ որ ներդրումների վերադարձը ինչ որ չափով սա արդեն բիզնես հաշվարկների հարցը ապահովված կլինի, այն ժամանակ արդեն եւ պայմանագիրը կերկարացվի եւս 50 տարով, այդ ժամանակ բաժնեմասերի համամասնություն հարաբերակցությունը փոխվելու է եւ համարյա հավասար ենք դառնալու։ Միժանը լիահույս է, որ առաջիկա ամիսներում պիտի ամփոփչանան փաստաթուղթերը եւ աշունին սկիզբը պիտի մեկնարկի ենթակառույցներու շինարարությունը։ Թրամփի ուղին թույլ պիտի դա իրականացնելու Հարավային Կովկասի ներուժը արևդուրի տարանցման եւ ուժանյութային հոսքերու ասպարեզեններ, զարգ տալով բարեկեցությանն ու անվտանգությանը ամբողջ տարածաշրջանի մեջ։ Ասիկա ավելի ուշ X-ի վրա գրած է Միացյալ Նահանգներու պետական քարտուղարը։
Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Բաբիկյանը ամփոփած էր պաշտպանության ոլորտեն ներս 2025 թվականի աշխատանքները, ընդգծելով, որ դարին արդյունավետ եղած է թե տրամամիջոցներու աճի, թե բարեփոխումներու տեսանկյունեն։ Անոր խոսքով պաշտպանության ծախսերը 2018-ին 245 միլիարդ դրամ են, 2025-ին հասած են 664 միլիարդ դրամի։ Նախարարը նաև հայտնած է, որ բարդատիր զինվորական ծառայության ժամկետը կրճատված ու դարձած է 1.5 տարի, զորակոչը աճած է։ Պաշտպան հայրենիա ծրագրի շահառուներու թիվը հասած է 4234-ին։ Ոլորտը իմ կարծիքով 25 թվականին մեծապես շահել է։ Պաշտպանության նախարարը ամփոփած է նախորդ տարին անդրադառնալով պաշտպանության ոլորտի ծախսերուն Սուրեն Բաբիկյանը նշած է, որ 2018-ին անիգա 245 միլիարդ դրամ էր, 2025-ին 664 միլիարդ դրամ կամ 1 միլիարդ 741 միլիոն դոլար։ Այսինքն պաշտպանության ոլորտի ծախսերը ավելացել են 1.1 միլիարդ դոլարով։ Ինչու եմ սրա մասին խոսում, որովհետև շատ կարևոր եմ համարում 2025 թվականի գործունեությունը համեմատել սկզբնական զրոյական նախահեղափոխական տարվա հետ, այն առումով, որ շատ են քննադատությունները այն մասին, որ պաշտպանության ոլորտին տրամադրվում են քիչ ծախսեր, պակաս ծախսեր, եւ այս թվերը խոսուն են, մեղմ ասած, եւ ես ուզում եմ, որ սրա վրա ակցենտ դնելով շարունակենք 2025 թվականը համարել գերարդյունավետ տարի։ Դարին կարևոր էր նաև բարեփոխումներու առումով։ Բարդատիր ժամկետային զինվորական ծառայության ժամկետը 2 տարվան փոխարեն դարձավ 1.5 տարի, շեշտեց նախարարը։ Բացի այդ, օրենսդրական բարեփոխումներու արդյունքով 2023-ի համեմատ 2025-ին զորագոչի 19% աճ եղած է։ Պաշտպան հայրենիա ծրագիրն ալ Բաբիկյանի քննադատմամբ բավական լավ արդյունքներ տված է։ 2.5 տարիների ընթացքում շահառուների թիվը պաշտպան հայրենիա ծրագրի այս պահին կազմում է 4234 զինծառայող, որը շարունակաբար աճում է, շարունակաբար աճը արդեն իսկ դիմումների մասին է։ Մենք այս պահին ունենք 906 դիմում, այսինքն միայն ամառային զորակոչից, որը դեռ սկիզբն է, եւ ես լիահույս եմ, որ մինչեւ պայմանագրերի կնքման ավարտը այն կավելանա եւս 200 հոգով նվազագույնը։ Այսպիսով մենք կունենանք առավելագույն թվականակ բոլոր զորակոչերի նկատմամբ մինչև 1000-1100 մարդ, որը մեկ զորակոչի համար վստահ եմ դուք եք համաձայն բավականին լուրջ արդյունք է եւ սա չի կարող չանդրադառնալ զինված ուժերի պաշտպանունակության վրա։ Եղած են նաև օրենսդրական փոփոխություններ, որոնք թրագան ազդեցություն ունեցած են ոլորտի վրա։ Բահեստազորի սպաներուն հնարավորություն դրված է վերադառնալու ծառայության, պահպանելով գոչումը միևնույնադեն զինվորական թոշակը։ Խոսքը քննադատեն ցած գոչում ունեցողներու մասին է։ Այս ծրագիրը եւս թրագան միտում ունի։ Ինչ կվերապերի 25-օրյա հավաքներուն, Բահեստազորը 100%-ով կհամալրվի պատկան մարմիններու հետևողականության արդյունքով, արձանագրած է նախարարը։ Սուրեն Բաբիկյանը ներկայացուցած է նաև ոլորտեն ներս իրականացված խոշոր ծախսերը։ Կապիտալ ծախսերը 2018 թվականին կազմել են շուրջ 17 միլիարդ 718 միլիոն դրամ, 2025 թվականին Պաշտպանության նախարարության կապիտալ ծախսերը կազմել են ուշադրություն 57 միլիարդ 702 միլիոն 154 հազար դրամ։ Սա իհարկե ապահովում է եւ ամրաշինական կառույցների շինարարությունը, եւ զորանոցային ֆոնդի շինարարությունը եւ իհարկե նաեւ կենսապահովման այլ ուղղություններով կատարվող շինարարությունները, այդ թվում նաեւ վերանորոգումները եւ մեղմ ասած սա նույնպես խոսուն է թվերի համատեքստում։ Ինչ կվերապերի զինված ուժերու նոր համազգեստին, նախարարությունը դեռ ամբողջական քնում չէ կատարած։ Բարձաբես ամերիկյան ընկերութենեն փորձանմուշները ստացած է, որ փորձարկում է կանցնին զինված ուժերեն ներս։ Անգեյետ կարտեն դեղի պիտի ունենա քնումի կորձընթացը, որուն կրնան մասնակցիլ նաև դեղական ընկերությունները։ 2020 թվականին ի վեր կկործե սպայական եւ ավակ ենթասպայական գազմի պայմանակրային զինվորական ծառայողներու բնակարանային քրավային վարկավորման ծրագիրը, որմով 2170 զինվորական ծառայողներ արդեն բնակարան կամ բնակելի դուն ցերկ բերած են։ Պետությունը հատկացուցած է 8 միլիարդ 684 միլիոն դրամ։ Նախարարը անդրադարձած է նաև դեղական ռազմարդյունաբերության։ 2022 թվականին պայմանագրերի ծավալը տեղական ռազմարդյունաբերության հետ կազմել է 5.5 միլիարդ դրամ։
Այսօր գործող պայմանագրերով այն հասել է 170 միլիարդ դրամի, որի մեծ մասը արդեն իսկ մատակարարված է, բայց նաև կարևորում եմ 2026-2028 թվականների եռամյա ծրագրով կառավարությունը նախատեսում է հատկացնել 150 միլիարդ դրամ տեղական ռազմաարդյունաբերության ոլորտին։ Ինչ վերաբերում է զենքերին, դրանք տարբեր տեսակի են, բնականաբար պաշտպանողական են, սկսած տարբեր տեսակի բազմազան ԱԹՍ-ներից, ինչպես սպառազինության այլ տեսակներ եւ կարող եմ ասել, որ դրանք բավականին մրցունակ են եւ արդեն իսկ առաջացնում են շատ երկրների հետաքրքրություն։ 2025 թվականին օրենսդրական փոփոխություն մկադարված է, որմով բարդատիր ժամկետային զինվորական ծառայողներուն 21-ին 30 օր արձակուրդի հնարավորություն դրված է, ինչ որ համամասնորեն կփաշխվի զինվորական ծառայության ժամկետի մեջ։ Սահմանային ծառայություն տանողներու բարակային անիգա 30 օր է, տիգունքային զորամասերու բարակային 21։ Ուրիշ փոփոխություն մնալ Սուրեն Բաբիկյանը նշած է, որ երթման արարողության ադեն երկար դարիներ զինվորական ծառայողը եւ անոր ծնողները խնդրի կփախեին, կփորձեին դվյալ քաղաքի մեջ ցանոթ կամ հյուրանոց վարձել, որ զավակը հյուրասիրեին։ Օրենսդրական փոփոխությամբ ապահովել ենք, որ երթման արարողությունից հետո զինծառայողը կարող է 2 օր ունենալ արձակուրդ, ծնողը նույնիսկ կարող է չգալ զորամաս, զինծառայողը կստանա 2 օրյա արձակուրդը, կգնա իրենց տուն, իր հարազատների հետ կվայելի այդ 2 հանգստյան օրերը, այնուհետև կվերադառնա հիմնական ծառայության որպես լիիրավ զինծառայող։ Սա նույնպես լուրջ փոփոխություն եմ համարում, սա ավելի շատ էմոցիոնալ փոփոխություն է, բայց շատ կարևոր է թե զինծառայողների եւ թե նրանց ծնողների համար։ 2025 թվականին կանոնադրային հարաբերություններու խախտման հետևանքով սպանություններ չեն եղած, ընդգծեց Բաբիկյանը։ Անցնելով հարցուպատասխանի լրագրողները նախարարեն հետաքրքրվեցան, թե ինչ նախատրյալներ եղած են զինվորական ծառայության ժամկետը գրջադելու առումով։ Ի պատասխան նշվեցավ, որ ադիգա նախադեсված էր կառավարության 2021-2026 թվականներու ծրագրով, սակայն մեծապես կախված էր բարեփոխումներու արդյունքեն եւ ադոր վառօրինակը պաշտպան հայրենիաց ծրագիրն է եւ զորագոչի ավելցումը։ Սա մի կարևոր գործոն է, որը ամբողջությամբ ծածկում է մեր հանրության կամ մասնագետների մտահոգությունը եւ ըստ էության պաշտպանության նախարարը չէր կարող նման նախաձեռնությամբ հանդես գալ առանց զինված ուժերի գլխավոր շտաբի հետ համաձայնության կամ նրանց կողմից տրված կարծիքի եւ կարող եմ նշել, որ մենք այս փուլում արդեն իմ կողմից վկայակոչված հայտերի հանրագումարով արդեն իսկ 2026 թվականի սկզբին մենք լուծել ենք 1.5 տարի հետո մեր առաջ ծառացած խնդիրը լուծելու եւ համարում եմ, որ սա ամբողջությամբ փակված է, բայց նաեւ ուզում եմ նշել, որ մենք դեռևս ունենք 1.5 տարի, որպեսզի ավելի այս համակարգը ամրապնդվի, այն է պայմանագրային զինծառայության նոր համակարգը, պրոֆեսիոնալ համակարգը, որը կծածկի այն հնարավոր բացը, որը կարող է ծագել 1.5 տարի հետո։ Այս շրջանագեններս նախարարը անդրադարձավ նաև ուրիշ խնդրիմը։ Հասարակության մեջ արմատավորված վատ ավանդություն մի եղած է դարբեր միջոցներով դղազավակը բանագեն ազատել։ Ես վերջին 1 տարվա ընթացքում ուշադրություն դարձնելով եւ հետեւական աշխատանքի արդյունքում հորդորել եմ եւ կամ իմ որոշմամբ ազատել եմ աշխատանքից բոլոր այն պաշտպանության նախարարության համակարգում գտնվող ծնողներին, ովքեր ունեն զավակներ այլ երկրի քաղաքացի։ Իհարկե աննեղության կախավարկածը հաշվի առնելով ես չեմ կարող դատարացել նաև հիվանդություն ունեցողների նկատմամբ, բայց ամեն դեպքում կասկածի որդը շարունակում է ինձ ներսից կեղեքել եւ ճնշել, որպեսզի ես նրանց նկատմամբ նույնպես ուշադիր լինեմ։ Սա հանրային խնդրեմ է, սա իմ խնդրեմը չի։ Սա ձեր խնդրեմն է։ Զանգվածային լրատվության հարգելի մասնակիցներ եւ լրատվամիջոցներ։ Խնդրում եմ այս հարցում մեզ օգնեք։ Անդրադարձ եղավ նաև Գիրակնորիա ուխտերթի պաշտպանության նախարարի մասնակցության։ Սուրեն Բաբիկյանը շեշտած է. «Բանակը չէ ներկաշված քաղաքական գործընթացներու մեջ։ Ադիգա ոչ քաղաքական միջոցառում մներ, որուն մասնակցիլը ցանկությամբ է։ Բարդատրանք չէ եղած, որ զինված ուժերու ուրիշ ներկայացուցիչներ մասնակցին»։ Դուք պատկերացնում եք պաշտպանության նախարարը խրախուսի, որ զինված ուժերը ինչ-որ բանի մասնակցում են։ Այսինքն այդ ժամանակ դուք 1, 2, 3 հոգու կարձանագրեք, թե կարձանագրեք հազարավոր եւ տասնյակ հազարավոր մարդկանց։ Նկատի ունեմ մտնել մի շահարկման մեջ, որը
իրականության հետ ոչ մի աղերս չունի, կարծում եմ ճիշտ չի։ Ես պաշտոնապես հերքում եմ զինված ուժերի մասնակցությունը որևէ քաղաքական ակցիայի։ Նախարարը շեշտեց, որ ինք այդ միջոցառման մասնակցած է որպես քաղաքացի, որպես քաղաքացիական պայմանագիր գուսակցության վարչության անդամ եւ պաշտպանության նախարար, որոնք իրարու հետ փոխկապակցված թերեր են։ Ինչ կվերապերի Զորաբեդ Գարեն Շաքարյանի այդ երթին մասնակցելուն եւ անգեյետ կդարածված այն հայտարարության, թե անզրկված է Արցախի հերոսի գոչումեն, նախարարը նշեց, որ նման հիմնարկ չի ճանչնար, որ Հայաստանի մեջ օրինական կառավարություն են զատ որևէ ուրիշ մարմին չգա։ Կարեն Շաքարյան այն մարդն է, ում հետ ծառայած տարբեր շրջանում զինծառայողներ վստահաբար կարող են ասել, որ Շաքարյանը մշտապես ծառայել է Հայաստանի Հանրապետությանը եւ արժանացել է կոչումների եւ շնորհների հիմնականում հայրենիքին մատուցած ծառայությունների համար։ Եվ այսօր մարդիկ ում, չգիտեմ, ես օրինակ չեմ ճանաչում, եթե այստեղ կան մարդիկ, որ իրոք ճանաչում են ձեր կողմից վկայակոչած մարդկանց, այսօր փորձում են կոչումներից զրկել կամ ինչ-որ կերպ անվանարկել մարդկանց, ովքեր իրենց արյան գնով, իրենց գործունեության, տասնյակ տարիների ծառայության արդյունքում ստացել են շնորհներ, կարծում եմ սա մեղմ ասած աբսուրդ է եւ քննարկման ենթակա չէ։ Ու Կարեն Շաքարյանը կարող եմ ասել այսօր էլ հանդիսանում է զինված ուժերի պատվախնդիր սպա եւ ծառայում Հայաստանի Հանրապետությանը։ Տարածված այն դեղեցություններուն, թե Սև լիճի տարածքին հայ դիրքաբահները ադրբեջանցիները կստուկեն, Բաբիկյանը արձագանքեց։ Խնդիրը վերաբերում է դեռևս 2021 թվականի մայիսին ստեղծված իրադրության մասին։ Ձեզ հայտնի Սև լճի մի դիրքի մասին է, որին հասանելություն ցավոք, այսինքն ընտրանքը հետեւյալն է, կամ պիտի այդ դիրքը թողնենք, կամ պիտի անցնենք ադրբեջանական դիրքի կողքով։ Սա հստակ է, նոր չէ, ես չեմ դրա հեղինակը, որպես պաշտպանության նախարար, ես չեմ դրա միակ շահառու։ Ձեր ասացի մեջ ինքնին հակասություն կա, 14 օրվա հերթապահություն գնացողը ասում է 2 օրվա սնունդ ա վերջ, բա ինչ ա ուտում։ 12 օր ինչ ա ուտում։ Կա իրականություն, որը հետեւյալն է։ Մեր զինվորները անցնում են ադրբեջանական դիրքի կողքով, այսպես կոչված բլոկ պոստով։ Ասում եմ չեն ստուգում, քանի անգամ ասեմ հերքում եմ։ Նախարարը անդրադարձավ նաև քրեական մշակույթին։ Այն սպաները, որոնք չեն խմբակրել իրենց մոդեսումները, պիտի զորացրվին։ Քրեական ենթամշակույթի մաս է նաև այն, երբ զինվորական ծառայողը հերացային է իր եղբորը կամ հարազատներուն, որբեսի միջամտեն բանակային կյանքին։ Այս ամենուն թեմ նախարարությունը պիտի պայքարի, սակայն անհրաժեշտ է բոլորի աջակցությունը, ամփոփեց նախարարը։ Կառավարության նիստին ընթացքին վարչապետ Նիգոր Փաշինյանը հայտարարած է, որ դարաշրջանի մեջ հաստատված խաղաղությունը արդեն կորզական իրողություն մնե եւ կպահանջի խնամք ու հետեւողական վերաբերմունք։ Նիստին ընթացքին հաստատված է 2026-2030 թվականներու թիմադրողական խարգելման ազգային ծրագիրը, ներկայացված են առողջության, ապահովագրության համակարգի գործարկման ընթացիկ տվյալները։ Քննարկված է նաեւ չերմադնային տնտեսություններու զարգացման ծրագիրը, որու շրջանակներ են ներս կառավարությունը որոշած է պահպանել վարգերու հատուցման աջակցությունը եւ շարունակել նոր չերմոցներու կառուցման խթանումը։ Օգոստոս 8-ի այդ կտրիփի Հայաստան-Ամերիկա իրականացման շրջանագի հրաբարակման մասին հայտարարությունը Հայաստանի ղեկավարի գնահատմամբ հաջորդ անգնակարային հայտարարությունն է, որմով գլուծվի խաղաղության կարևոր եւ սկզբունքային հարցերեն մեկը՝ տարածաշրջանային հաղորդակցություններու աբաշրջափակումը։ Հայտարարության իմաստը եւ գործնական նշանակությունն այն է, որ խաղաղությունը շատ կոնկրետ եւ գործնական քայլերով հաստատվում է մեր հանրապետությունում եւ մեր տարածաշրջանում եւ այն այլևս գործնական իրականություն եւ իրողություն է, իսկ այդ իրողության նկատմամբ մեր վերաբերմունքը կամ մեր վերաբերմունքի մասին իմ պատկերացումը նույնն է, ինչի մասին խոսել եմ օգոստոսի 8-ին հաջորդած իմ ուղերձում, մեզ անհրաժեշտ է, որ մենք խնամքով վերաբերվենք հաստատված խաղաղությանը։ Քայլ առ քայլ կսորվենք ապրիլ խաղաղության պայմաններու մեջ։ Փաշինյանի խոսքով նույնիսկ մեր լեզվամտածողության արդահայտ ճացևերու մեջ հաջող չենք նկատել հագամարտության դրամապանության ընդլայնված ներկայությունը եւ շատ փոքր քայլերով խաղաղությունը մուտք կգործե մեր գիտակցությունն ու ենթագիտակցությունը։ Սա նորմալ է, որովհետեւ 35 տարի այլ տրամաբանության մեջ ենք եղել ձեզ հայտնի պատճառներով, հիմա տրամաբանությունը փոխվում է, բայց լավ լուրն այն է, որ գործնականում եւ գետնի վրա կան արդեն իրողություններ, որոնք մեզ պիտի նպաստեն, որպեսզի խաղաղության
սոցիալ հոգեբանությունը հաստատվի, բայց մյուս կողմից կա ահռելի գործնական աշխատանք։ Մենք պետք է հնարավորինս արագ երեկվա հայտարարությունից բխող գործողությունները անենք։ Վարչապետին խոսքով այդ գործողություններն են անոնց դե յուրե համաձայնագիրներու դեսքով ընդունումը, իրավական որոշումներու վրա աշխատանքի մեկնարկումը, Հայաստանի մեջ TRIP անունով ընկերության ստեղծումը, երթուղիներու որոշումը, կառուցապատման իրավունքներու, հողի օգտագործման, շինարարություններու, արտոնագիրներու դրամատրումը։ Այսօրվանից մեր process-ները նայենք, որպեսզի ամեն ինչ պատշաճ ձևով եւ ժամկետներում իրականացնենք։ Ուզում եմ նաեւ ընդգծել եւ վերահաստատել մեր քաղաքական կամքը համաձայնեցված շրջանակում մենք իհարկե պատրաստ ենք եւ տրամադրված ենք եւ միանշանակ գնալու ենք դրան, այդ թվում Ադրբեջանի հիմնական մասի եւ Նախճեվան ինքնավար հանրապետության միջև անխոչնդոտ հաղորդակցությունը ապահովելու այն սկզբունքներով, ինչի մասին մենք բազմիցս խոսել ենք։ Այստեղ էլ մենք պետք է հակամարտության տրամաբանությունից դուրս գանք, նոր ժամանակներ են բացվում եւ այդ նոր ժամանակներում մենք պետք է նորովի եւ առավել արդյունավետ, առավել կոնսոլիդացված եւ առավել կենտրոնացած աշխատենք այս պատմական եւ շրջադարձային հնարավորությունը առավելագույնս օգտագործելու համար Հայաստանի Հանրապետության եւ նրա քաղաքացիների զարգացման, ազատության, երջանկության եւ բարօրության համար։ Կառավարությունը հաստատեց 2026-2030 թվականներու դիմադրական խարգելման ազգային ծրագիրը։ Այս որոշմամբ կհաստատվի հանրային առողջապահական ամենենակարևոր երաշխիքներն, պատվաստումներու ազգային օրացույցը, նաև պատվաստումներու վերաբերյալ միջազգային վկայականներու, դրամատրման ձևաչափը եւ այն նպատակները, որոնք թրված են պահպանելու մինչեւ 1 տարեկան մանուկներու պատվաստման ցուցանիշները։ Վարագիչ վտանգավոր հիվանդություններու զերոյական դեպքերը զեկուցեց նախարարուհին։ 2025 թվականին 0-ից 1 տարեկան երեխաների պատվաստումների ցուցանիշում գրանցել ենք 2011 թվականից, ինչքան որ տեղեկատվական վիճակագրական տվյալները մեզ հասանելի են, 95.1%, որը ամենաբարձր ցուցանիշն է։ Ջրծաղիկի պատվաստումների առումով մեր նպատակն է, որ մեր երեխաները արդեն կայուն իմունիտետով նաև զորակոչվելուց այս հիվանդացություն առաջացնող եւ աշխատանքներին շատ մեծ խոչընդոտ հանդիսացող ջրծաղիկի ուրեմն հիվանդությունը մենք այլևս Հայաստանում չունենանք ոչ բռնկումներ եւ ոչ էլ դեպքեր։ Ունենք 87048 ապահովագրական գրանցված այցելություն, որմե 7739-ն շարժական, 8612-ն հիվանդանոցային այցելություններ են։ Ավանեսյանը նիստի ընթացքին ներկայացուց առողջության ապահովագրության հետ կապված թարմ տվյալներ։ Նախարարուհին խոսքով գեհդեվին թե սպասարկված դեպքերու տիվին, թե քաղաքացիներու, բուժաշխատողներու, բժշկական հաստատություններու հարցերուն։ Գիրականացնեն ընթացիկ շտկումներ, որբեսի համագարկը ավելի մարտագետրոնը լա։ Ան նշեց, որ այս բահուն թարմանադներեն ներս մեծ հերթեր չգան։ Լինում են պիկ ժամեր, բայց փորձառությունը ընդհանուր առմամբ դրական է։ Հիվանդանոցային օղակում առավել եւս մեր քաղաքացիները երբեմն զարմանում են, որ այո գործում է եւ նրանք ծառայությունը կստանան առանց վճարումներ իրականացնելու, քանի որ պետությունը իրենց ապահովագրավճարները վճարել է։ Վարչապետը առաջարկեց, որ գամավորներու խումբեր, տեղարաններ եւ թարմանադներ մտնեն կառավարության դեղեցություններ փոխանցելու համար։ Փոխվարչապետը նկարագրած էր, թե ապահովագրության խողովակով թեղ ձեռք բերելու համար տեղարան մտած մարդը ինչքան ժամանակ կգործընծնե, փաստաթուղթեր, դեղեկանքներ դբելու, բաժանելու։ Ես չէի լսել դա։ Այսինքն նշանակում է մենք ինչքան էլ ունենք ալիքներ, ունենք հաղորդակցության ուղիներ, բաներ կան, որ չի ասնում մեզ։ Ուրեմն պետք է ավելի բան գնալ։ Կոնկրետ կամավորները չեմ ասում հազարավոր մարդկանցից բաղկացած։ Կարա մի 20-30 հոգի լինեն, մի քանիսը Երևանում, մի քանիսը մարզերում, որպեսզի գնան տեղում բան անեն։ Չեմ կարծում, թե դա մեծ ջանք, իրանք էլ ովքեր որ մեր կամավորները ռեեստրում կա, իրանք է հաճույքով կանեն այդ աշխատանքը։ Հաջորդ նախագծով սպառողներու իրավունքներու պաշտպանության շրջանագետներս համաբարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի եւս 4 հրահանգներ պիտի մոդարգվին մեր օրենսդրության։ Ադոնք կվերապերին սպառողներու հետ կնքվող պայմանագիրներու մեջ անարդար պայմաններու, մոլորեցնող գովազդի, աբրանքներու անհամապատասխանության, բարակային սպառողի իրավական պաշտպանության։
Սպառողները պաշտպանված կլինեն նրանով, որ իրենց հետ կնքվող միանալու պայմանագրերում վաճառողները կամ ծառայություն մատուցողները չեն կարող ներառել անարդար բնույթի պայմաններ, իսկ ներառելու դեպքում այդպիսի պայմանները կհամարվեն առողջին ճիշտ։ Կարգավորումների արդյունքում տնտեսվարողները պետք է բացառեն այդպիսի որևէ անարդար պայման։ Մրցակցության եւ սպառողներու շահերու պաշտպանության հանձնաժողովի ղեկավարը անդրադարձավ այն քննարկումներուն, թե ինչու սղաձ է հեղուկ վարելանյութը։ Սովորական process է, որը ամեն տարվա դեկտեմբերին դա տեղի է ունենում եւ որևէ արտարոց բան չկա, որովհետեւ կապել էին որոշակի հանգամանքները բենզինի գնի էժանացման հետ, որ հանգացնում է որպեսզի դրա վաճառք ապովի։ Ամեն տարի լարսը, երբ որ ճանապարհային հանգույցի խնդիր է ունենում, տրանսպորտային հանգույցները թանկանում են եւ ամեն տարի ինչ-որ նոր պատճառաբանություն է լինում։ Սովորական process-ը ապրիլ, մայիս ամիսին էժանա, դեկտեմբեր ամսին թանկ է, եւ այստեղ որևէ ինչ-որ լուրջ խնդրեմ գոյություն չունի եւ դեֆիցիտ եւս գոյություն չունի։ Այն ինչ որ նկարագրեցիք, արդեն լուրջ խնդրեմ է, հարցը այդ չի, բայց դա խնդիր է, որ այդ թվում պետք է լուծվի տարածաշրջանային մեր հենց իմ նիստի սկզբում իմ ասած հարցի լուծման համատեքստում պետք է այդ հարցը լուծվի։ Եվ որպեսզի էլի մենք Հայաստանի Հանրապետությունը մատակարարումների տարբեր ուղիներ եւ տարբեր աղբյուրներ ունեն, աստեղ է հարցը, այսինքն պետք չի այդտեղ շատ բան փնտրել։ Եվ մենք պետք է գնանք այդ ճանապարհով եւ գնում ենք այդ ճանապարհով։ Եվ համոզված եղեք 2026 թվականի դեկտեմբերին այդ ձեր նշած երևույթը այլևս չի լինելու։ Նաև նշվեցավ, որ հեղուկ վարելանյութը գուկա վերին լարսով Ռուսիայեն եւ Իրանեն հայտնի հանգամանքները գախյալ երկու ուղություններով ալ պարտություններ կան։ Մի դեպքում ձյան առատ տեղումներ, մեկ այլ դեպքում գիտենք։ Եվ այս պայմաններով պայմանավորված բոլոր գործարարներին մեր առաջարկը հետևյալն է եղել, որ ժամանակն է արդեն օգտվել երկաթուղային հաղորդակցությունից եւ կարծում ենք, որ առաջիկայում այդ հարցը մեկընդմիշտ կկարողանանք լուծել, որովհետեւ երկաթուղային հաղորդակցությունը այդպիսի խնդիրների առաջ չի կանգնում, ինչպիսին օրինակ վերին լարսը։ Գործադիր իշխանությունը վերանայած է չերմադնային տնտեսություններու զարգացման աջակցության ծրագիրը գնքված է 20 պայմանակիրներ 88.3 հեկտար չերմոց հիմնելու նպատակով 2025-ին մեկնարկած է եւս 64.8 հեկտարի կառուցումը հաշվի առնելով որ քերագադարված են արդյունքային ցուցանիշները գարաչարգվի նախ շարունակել աջակցությունը նշեց նախարարը մինչև 3 միլիարդ դրամի վարկը սուբսիդավորվում է 8%-ային կետով ստանդարտ պայմանագրերի դեպքում 3 միլիարդից ավել մինչև 9 միլիարդ վարկի դեպքում 7%-ային կետով եւ 9 միլիարդ դրամից ավել հատվածը մինչև 15 միլիարդ դրամ 6%-ային կետով։ Նպատակն է չերմադնային տնտեսություններու զարգացման ծրագրով խրախուսել երիտասարդ տնտեսավարողներու եւ 63 տարեկանը բոլորած մարտոց ներգրավվածությունը։ Այս բարակային գարաչարգվի հատուցման դոգոսային գեդերը մեգական գեդերով ավելցնել։ Նաեւ ամփոփվեցավ ծրագիրը նպաստած է աշխատողներու եւ արտահանման աճին։ Լրագրողներու հետ ճեպազույցի ընթացքին վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեղեկացուցած է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները թրիփ նախագծի նախապատրաստական աշխատանքներուն համար նախնական հատկացուցած է $140 միլիոն։ Ըստ անոր ընդհանուր ներդրումներու չափը պիտի ճշտվի նախագծանախահաշվարկային հաշվարկներն յետք։ Վարչապետը նշած է, որ ծրագրով սահմանային եւ մաքսային վերահսկողությունը կմնա Հայաստանի Հանրապետության պետական մարմիններու լիազորության ներքո։ Ան նաեւ անդրադարձած է պետական համագարկի կատարողականի վրա հիմնված վարձատրության ներդրման, ընդգծելով արդյունավետ բարձրացման եւ փտածության վտանգներու նվազեցման նպատակները։ Լրագրողներու մեկ այլ հարցման պատասխանելով Փաշինյանը հայտնած է, որ Բաքվի ընկերիներու վերադարձը եւ Սուրյո քաղաքացիներու փոխանցումը միմյանց հետ կապ չունին։ Ամերիկյան կողմը նախնական հատկացուցած է $140 միլիոն թրիփ նախագծի նախապատրաստական աշխատանքներուն համար։ Լրագրողներու հետ ճեպազրույցի ընթացքին ըսավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, թե որքան պիտի լա ընդհանուր ներդրումներու չափը դակավին հստակ չէ։ Հայաստանի եւ Միացյալ Նահանգներու կառավարություններուն հրաբարակած համադեղ հայտարարությունեն բարձ դարձած էր, որ թրիփ զարգացման ընկերության մեջ Հայաստանի բաժնեմասը առաջին 49 տարին պիտի լա 26%, Ամերիկայինը 74%։ Բարձրապանված էր նաեւ, որ այդ հարաբերակցությունը ներդրումներու չափ են գախյալ է։ Ինչ վերաբերում է կոնկրետ ներդրումներին, դրանք կախված կլինեն կոնկրետ նախագծեր պետք է ձևավորվեն, կազմեն, այսինքն դա արդեն նախահաշվային հաշվարկների հետ է կապված, բայց որ ներդրումները մեծ են լինելու, կարծում եմ ակնհայտ է։ Այսօր որևէ մեկը թիվ ձեզ չի կարող ասել, որովհետև ենթադրենք երկաթուղին պետքա կառուցվի, չէ՞։ Ինչ արժի այդ երկաթուղին։
Ինչքան է պետք ներդնել այդ երկաթուղը։ Այսօր ոչ մեկ չի կարող ասել, կարող են լինել փորձագիտական գնահատականներ, բայց դրա համար պետք է տեխնիկատնտեսական հաշվարկ, դրա համար պետք է նախագիծ եւ այլն եւ այդպես շարունակ։ Այսինքն միայն նախագծի հաստատումից եւ հաշվարկից հետո ամեն առանձին նախագծի գինը կպարզվի։ Իր բաժին տրամական ներդրումներն ապահովելու համար Հայաստանը կորձընկերներ չի փնտրեր։ Հիմա կարծում եմ, որ այնպես վիճակ է ստեղծվել, որ ոչ թե մենք ենք գումարներ փնտրում, ոչ թե Հայաստանի Հանրապետությունն է գումարներ փնտրում, այլ գումարներն են Հայաստանի Հանրապետությանը փնտրում։ Եվ սա ամենամեծ տնտեսական նորությունն է։ Անոր ամենամեծ վկայությունը ըստ վարչապետին նախորդ օրվան Հայաստանի pedagogan գարժաժամկետ Բարդադոմսերու վաճառքի վիճակագրությունն է, երբ որ բահանջը 3 անգամ կերազանցած է առաջարկը, նվազած են եւ դոգոսները եւ Հայաստանի ծախսը, ավելցած է Հայաստանի համար կորձարկներու շահութաբերությունը։ Այստեղ շատ կարևոր մի առանձնահատկություն կա, որ ներդրողների մի հսկայական մասը, ես հիմա չեմ ուզում թիվ ասել, որովհետև կարող է սխալվեմ, բայց շատ մեծ մասը դրանք արտաքին ինստիտուցիոնալ ներդրողներն են, միջազգային ներդրումային ընկերությունների։ Երկրի ղեկավարի դիտարկմամբ Հայաստանի ներդրումային կրավչությունը օգոստոս 8-ը սկսյալ էականորեն աճած է եւ անոնք, որոնք կուզենան իգադեսնել, գտեսնեն։ Արդյոք front office, back office ծեվաչափի ընդրությունը չի նշանակեր, որ հայ սահմանաբահներուն ադրբեջանցիները պիտի չհանդիպին, որ հայ մաքսավորներն ու սահմանաբահները երկրորդային պիտի լան։ Հայ սահմանաբահները անցամբ պիտի չստուքեն մեկնող ժամանողները, ինչպես հիմա զվարթնոցի մեջ է, հարցուցին վարչապետին։ Փաստաթղթում հստակ նշված է, որ front office-ը կամ ընդունարանը չի որոշում, որոշումներ կայացնում են Հայաստանի պետական համապատասխան մարմինները, այսինքն back office-ը։ Նիկոլ Փաշինյանը նշեց, զվարթնոց օտագայանի ղեկավարումները կգործեն արդեն շատ երկար ժամանակ է իվեր եւ անգե Հայաստանի ինքնիշխանությունը, դարածքային ամբողջականությունը որևէ կերպով չէ դուժած։ Հետևաբար այն ինչ տեղի ունենում զվարթնոց օդանավակայանում, Հայաստանի Հանրապետության տարածքում, Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքում կամ հենց մայրաքաղաքի հարևանությամբ նշանակում է նույնը կարող է տեղի ունենալ Հայաստանի Հանրապետության ցանկացած այդ տարածքում եւ դա մեզ համար ընդունելի է։ Փաշինյանը հավելեց, թրիփ նախագծով հայկական կողմը պիտի ստանա մաքսային եւ սահմանային հսկողության այնպիսի սարքավորումներ, որոնք նախապես Հայաստանի մեջ չեն եղած։ Թեպետ շատ զարգացած երկրներու մեջ ադոնք արդեն իսկ ներդրված են, ներառյալ Միացյալ Նահանգներու մեջ։ Պատկերացնեք Միացյալ Նահանգների նման երկիրը եւ այլ բազմաթիվ երկրներ, որոնք ինչքան նախանձախնդիր են իրենց ինքնիշխանության եւ անվտանգության հարցերում։ Մենք այս տեխնոլոգիաներին հասանելիություն ենք ունենալու եւ ես հույս ունեմ, որ մենք ոչ միայն թրիփի հետ առնչվող սահմաններում, այլև մեր սահմանների մյուս անցակետերում այդ ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն կունենանք ներդնել, որովհետեւ դա երկրի կարգի փոփոխության մասին է վկայում։ Վարչապետը վերջերս անդրադարձած էր Հայաստանը Ադրբեջանին ու Թուրքիային գաբող երկաթուղիի որոշ հատվածներ վերականգնելու անհրաժեշտության։ Այդ մասին խոսած էր Ռուսիո նախագահին հետ, քանի որ երկաթուղին ռուսական ընկերության ներքո կգտնվի։ Կսպասեն արձագանքի, պատասխանելով այն հարցման, թե որը կհամարե խնդրի լուծման պատշաճ ժամկետը, ինչ այն ադենալ կարևորած էր, Նիկոլ Փաշինյանը նշեց։ Երեկվա իրադարձությունից հետո պատշաճ ժամկետը հիմա է եւ դա մեր ցանկությունն է, որ դա հիմա արվի, որովհետեւ process-ներ են տեղի ունենում, որոնց մասին նաեւ կիրազեկվեք եւ այդ process-ները ենթադրում են, որ պետք է դա հնարավորինս արագ անել։ Եվ մենք խնդրում ենք Ռուսաստանի մեր գործընկերներին, որ այս հարցով որոշում կայացնեն։ Անդրադառնալով հարցին, որ Թրամփի ուղի նախագծի վերաբերյալ Իրանը մտահոգություններ ունի, Փաշինյանը ըսավ Իրանի Իսլամական Հանրապետութենեն հնչող հայտարարություններուն նկատմամբ շատ ուշադիր են եւ մինչեւ այժմ ամեն ինչ ըրած են ու պիտի շարունակեն անել բարեկամական ու եղբայրական երկրի բոլոր մտահոգությունները բարադելու համար։ Քննարկումներու ընթացքին մենք մեր միջազգային գործընկերներու գարձիկները, մտահոգությունները հաշվի կառնենք եւ բանակցելու ադեն կփորձենք այնպես անել, որ հնարավորինս հավասարակշռված լուծումներու հասնենք, ինչ որ կգարձեմ այս բարակային հաջողած ենք, ըսավ վարչապետը։ Ինչ վերաբերվում է բալանսավորված կամ բալանսավորման կամ հավասարակշռված եւ հավասարակշռման արտաքին քաղաքականությանը, ընդհակառակ կարծում եմ տրիպը հենց այդ արտաքին քաղաքականության շատ տեսանելի եւ շատ կարեւոր հաջողություն է։ Այստեղ խնդիրը այն է, որ բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականության էությունը եւ նպատակները պետք է հասկանալ եւ այո, ես կարծում եմ, որ դա մեծ հաջողություն է, որովհետեւ Հայաստանի անկախության, ինքնիշխանության
աստիճանը էականորեն բարձրացնում է եւ իմիջայլոց, երբ որ խոսում էին անվտանգության երաշխիքների մասին եւ այլն, եւ մեր անվտանգության ընդհանրապես համակարգում այս միջազգայնացումը եւ միջազգային խաչմերուկ դառնալու այս process-ը շատ կարևոր գործոն է մեր երկրի արտաքին անվտանգության ապահովման համար։ Ինչ կվերապերի Հայաստանի մեջ Իրանի տեսփանադան արչև գազմագերբված փողոքի ցույցին, արդիվ տեսփանի հայտարարության, թե Թեհրանի մեջ դպավորություն ստեղծված է, որ Հայաստանը դարձած է իրենց թեմ թշնամական գործողություններու գետրոն, Փաշինյանը պատասխանեց. Դուք տեղյակ եք, որ մենք Հայաստանում ընդհանրապես 2018-ից այսքան Հայաստանում երբեք ոչ միտեղ հանրահավաք չի արգելվել։ Եվ մենք չենք կարող առանձին վերցրած մի դեպքում այլ կերպ վարվել, որովհետև դա արդեն իրողություն է, այլ բան, որ մենք այո կիսում ենք, որ արտահայտման ձևերը չպետք է խաթարեն որ Իրանի Իսլամական Հանրապետության եւ որևէ այլ դեսպանատան աշխատանք եւ մենք ուշադիր կհետևենք այդ թվում մտահոգություններին կապված այդ իրավիճակի հետ եւ մեր ժողովրդավարական սկզբունքների շրջանակներում իհարկե բոլոր միջոցները կապահովենք, կձեռնարկենք, որպեսզի բարեկամական եւ եղբայրական Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան գործունեության հետ կապված որևէ խնդիր չառաջանա եւ ընդհակառակ այն մարդիկ, ովքեր օրենքի գիծը կանցնեն, նրանց նկատմամբ կիրականացնեն համապատասխան վարույթներ։ Ես գիտեմ, որ վարչական վարույթներ են հարուցված մի քանի դեպքերով Բաքվեն 4 կերիներու վերաթարցն ու Հայաստանի մեջ ծմահ ազատազրկման դադարդված Սուրիո Արաբական Հանրապետության երկու քաղաքացիներուն հանձնումի մասին վարչապետը ըսավ, որ այդ երկու իրադարձությունները իրարու հետ կապ չունին։ Անոր խոսքով սուրիացի դադարդյալներու վերաթարցի մասին խոսած են Սուրիո իշխանությանց հետ։ Մենք ուզում ենք եւ աշխատում ենք նաեւ Սիրիայի Արաբական Հանրապետության հետ մեր հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ Եվ այդ թվում մենք հույս ունենք, որ այդ որոշումը, որը բարեկամական որոշում է Սիրիայի նկատմամբ, այդ թվում Սիրիայի հայ համայնքի շուրջ մթնոլորտը ավելի նպաստավոր կդարձնի։ Պետական մարմիններու աշխատողներու բարգեւավճարներու մասին խոսելով Նիկոլ Փաշինյանը նշեց. ներդրված է վարձատրության նոր հիմնարկ գադարողականի հիման վրա եւ ադիգա ունի քանի նպատակներ։ Կառավարության կորձունեությունը դարձնել ավելի արդյունավետ։ Շարժիլ թեպի որթեքրած զերո փդածություն, նպատակը մասնավոր հատվածեն որակյալ անձնագազմեր ներգրավելու, կանխել արգալավ անձնագազմերու արդահոսքը։ Ատկեզատ ապադեղեկատվությունը շատ է։ Բարձրաստիճան պաշտոնյաները կամ մեծ ծախսեր գնեն իրենց իրավունքները թադական կարգով պաշտպանելու համար Գամալ չեն ունենար այդ հնարավորությունը։ Բարգեւադրումը նաև նման խնդիրները լուծելուն պետք է նպաստի։ Մյուս կողմից մենք տեսնում ենք միտումներ, երբ որ հայտնի շրջանակները բազմամիլիոն դրամանոց դրամների հայցեր են ներկայացնում պետական պաշտոնյաների դեմ եւ ըստ էության մենք դա գնահատում ենք որպես պետական համակարգը կաթվածահար անելու հիբրիդային սպառնալիք որովհետև ինչքան էլ կտևի այդ դատական գործերը, այնուամենայնիվ անհրաժեշտ է իրավական պաշտպանություն, իսկ իրավական պաշտպանության համար անհրաժեշտ են ծախսեր։ Անոչ բագաս կորձոն համարեց Հայաստանի էականորեն փոխվող ներդրումային միջավայրը։ Հարաճիգային ըստ Փաշինյանի Հայաստան պիտի հոսին մեծ ներդրումներ եւ ներդրումային ծրագիրներ իրականացնելու համար պիտի հարաճանա մեծ մրցակցություն ու հետեւաբար բդածության վտանգներ։ Մենք այդ թվում պետական պաշտոնյաներին եւ պետական համակարգը պետք է կարողանանք պաշտպանել կոռուպցիոն ռիսկերից։ Պաշտոնյաներու բարգեւավճարներու մեկ մասը պիտի ուղղվի անոնց կրթության եւ մասնակիտական հմտություններու զարգացման։ Ասիգա բարդաթիր բահանջ է։ Ինչ կվերապերի անցամբ իր ըստացածին վարչապետը ըսավ նախաբես բարգեւադրումները եղած են վարչապետի որոշմամբ ու ինք այդ համագարկեն չէ օգտված։ Բայց հիմա փորձնական ծրագիր մը սկսած են եւ պետք է ներդրվի հաստատութենական համագարկ հետակա օրենսդրական կարգավորումներով։ Ես ինքս ինձ չեմ բարգեւատրել պետական որոշման շրջանակներում ես ամսական, եթե չեմ սխալվում, 1.5 միլիոն դրամի չափով վարձատրության ավելացում եմ ունեցել։ Այդ համակարգով 1.5 միլիոն դրամի վարձատրություն եմ ստացել։ Պետական կառավարման համագարկի աշխատանքը այս ամենուն շնորհիվ պիտի դառնա եւ գթառնա արդյունավետ, նշեց վարչապետը, հավելելով, որ անոր առաջնային շահառուները ընկերային խոցելի խումբերն են, որոնց կյանքը երկար տարիներ չէ բարելավված, երբ ժամանակին պաշտոնյաները ցած աշխատավարձ կստանային ու ծրարով լրացուցիչ գումարներ։
Տադական իշխանության օրվան նվիրված քննարկման ընթացքին Նիկոլ Փաշինյանը նշած է, որ արդարադատության արդյունավետության համար անհրաժեշտ է իրավագարքի օրինականություն, որ հանրության կողմէ տակավին լիարժեք չի ընկալվիր։ Քննարկման ընթացքին արձանագրված է, որ տադական գործերի քննության ողջամիտ ժամկետներու պահպանումը խնդիր է տադարաններու ձանրաբեռնվածության եւ փողոքարկումներու պատճառով։ Արդարադատության նախարարուհի Սրփուհի Կալյանը հայտնած է, որ կնախատեսվի սահմանել տադավարություններու հստակ ժամկետներ տադական համակարգի արդյունավետությունը բարձրացնելու համար։ Արտարադատության հաստատման համար իրավագարքի օրինականության անհրաժեշտությունը կա վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձանագրումներ տադական իշխանության օրվան նվիրված միջոցառման շրջանագեններ կազմակերպված տադական գործերու քննության ողջամիտ ժամկետներու պահպանման կորձնական կամ ընդհանցագարքային խոչընդոտները խորագրով բաց քննարկման Ժողովրդի եւ իրավագարքի օրգանական կապը պետքա հաստատվի։ Ժողովուրդը պետքա փաստացի լեգիտիմությունը իրավագարքի ճանաչի։ Մենք իշխանության լեգիտիմության հարցը լուծել ենք, իրավագարքի լեգիտիմության հարցը չենք լուծել։ Ոնց ենք լուծել իշխանության լեգիտիմության հարցը։ Ընտրությունների արդյունքները կասկածի տակ չեն։ Բայց այն ընտրությունը, որով իրավագարքը հաստատվել, այսինքն հանրաքվեն, դրա արդյունքները միշտ են եղել կասկածի տակ եւ այսօր էլ են կասկածի տակ։ Ինչս էլ է արդարություն, ինչս էլ է արդարադատություն, ամեն բար եւ հասկացողություն ճշգրտման գարիք ունի։ Բոլորը պահանջում են արդարություն եւ արդարադատություն, բայց կարեւորը հասկանալ, իսկ դրանք ինչեր են։ Որն է մեր հանրային պետական ընկալումը արդարության եւ արդարադատության մասին։ Ինչ խնդիր ենք մենք ուզում լուծել արդարությամբ։ Կամ տեսեք այսօր հնչեց դատավորի խիղճ։ Դա ի՞նչ է։ Տադական գործերու քննության ողջամիտ ժամկետներու պահպանումը այսօր խնդիր է գհաստատեն բոլոր պատասխանատուները։ Բարձրակույն տադական խորհրդի նախագահ Արթուր Աթափեկյանը ուշացումներու դարբեր պատճառներ նշած է։ Ձանրաբեռնվածության ենզատ օրինակ փողոքարկումները։ Փողոքարկվում են նաև այն պայմաններում, երբ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատան ունի մի իրավիճակի վերաբերյալ կայուն նախադեպային պրակտիկա, բայց այնուամենայնիվ փողոքարկում է։ Իսկ այդ փողոքարկումը տարբեր տեսակի ռեսուրսներ է պահանջում, դե չհաշված նաև պետական ֆինանսական միջոցներ, պետական տուրք, դատական ծախսեր եւ այլն եւ այլն։ Տադավորի կամ տադավարության մասնագից մյուս գործողանցերու բաժարավ եւս ուշացումներ կլան։ Այդ հիմքով տադական հայցեր ալգան։ Հայաստանի Հանրապետության դեմ կայացվում են դատական ակտեր գումարի բռնականացման տեսքով, որպես խախտված իրավունքի ազդակներից մեկն է, որպեսզի մենք ուշադրություն դարձնենք այս հանգամանքին։ Արթուր Աթափեկյանի դիդարկմամբ նոր սահմանադրությամբ կարելի է հրճակել յուրաքանչյուրի բարդականությունը, մասնակցելու արդարադատության։ Ուշացած արդարադատությունը, եթե անգամ ուշացման պատճառներ կան, միևնույնն է, կգործընծնե իր ընկերային նշանակությունը։ Ասիկա արդեն վճռապեկ դատարանի նախագահի դիդարկումներ։ Վիճակագրությունը վկայեց, որ հատկապես մենք խնդիր ունենք քրեական արդարադատության ոլորտում։ Սա այն դաշտն է, որտեղ հասարակությունը շահառու է յուրաքանչյուր գործով արդարադատության իրականացմամբ։ Յուրաքանչյուր դատական ակտ առնչվում է քրեական արդարադատության ոլորտում ոչ միայն այն անձին կամ անձանց շրջանակին, ում այն վերաբերվում է, այլ հասարակության բոլոր անդամներին։ Հանցավորության դինամիկային զուգընթաց պիտի արձանագրենք, որ էականորեն աճել է հանցագործությունների բացահայտման տոկոսը։ Ան հիշեցուց 2022 թվին գործողության մեջ տրվեցան մեկ անգամեն 3 օրենսգիրքեր՝ քրեական, քրեատադավարական, քրեագադարողական, որոնք կնախադեսեն նոր հիմնարկներ, նոր երաշխիքներ։ Քրեական օրենսգիրքը դարձավ պատժողականից ավելի մարդակենտրոն, ավելի վերականգնողական մոդել մենք ձեռք բերեցինք։ Քրեադատավարական օրենսգիրքը դարձավ ավելի մրցակցային։ Վճռաբեկ դատանը բազմիցս արձանագրել է դեպքեր, երբ օրինակ պաշտպանական կողմը իր իրավունքը չարաշահել է փաստաբաններ փոփոխելով, մշտական միջնորդություններ նորանոր ներկայացնելով եւ անշուշտ կարծում եմ, որ հատկապես պրոֆեսիոնալ մասնակիցները իսկ այդպիսիք մի քանիսն են դատավարության շրջանակներում, դա կլինի քրեական, վարչական դատավարության, նաեւ քաղաքացիական, պիտի կրեն այդ պատասխանատվությունը։ Դատարաններու աշխատանքին ոչ միայն քանակը կարևոր է, այլև որակը։ Վիճակագրությունը միայն բացարձակ թիվերով չէ, որ պետք է դիտարկել։ Գլխավոր դատախազուհին մանրամասնեց 2024 եւ 2025 թվականներու համեմատությամբ։ 2025 թվականի առաջի կիսամյակում 4706 գործով 4961 անձի նկատմամբ կայացվել է մեղադրական դատավճիռ։
Այս թվից ծանր եւ առանձնապես ծանր հանցագործություններին վերաբերելի գործերից մեղադրական դատավճիռներ են կայացվել 401 գործով 523 անձի նկատմամբ։ Եթե ամփոփենք, ապա կայացված մեղադրական դատավճիռների մեջ ծանր եւ առանձնապես ծանր հանցագործություններին վերաբերելի գործերի տեսակարար կշիռը ընդամենը 8.5% է։ Համեմատելու համար նույն ժամանակահատվածը վերցնենք 2024 թվականի, նույն առաջին կիսամյակը։ Մեղադրական դատավճիռներ են կայացվել 3819 քրեական գործով։ Ուշադրություն դարձրեք, բացարձակ թվերի մեջ կա աճի միտում, բայց երբ որ մենք նայում ենք բովանդակությունն ու որակը, հիմա կտեսնեք, որ մենք ունենք ցավոք սրտի նվազում։ Այս թվերից ծանր եւ առանձնապես ծանր հանցագործություններին վերաբերելի գործերից մեղադրական դատավճիռներ են կայացվել 436 գործով 521 անձի նկատմամբ։ Մեղադրական դատավճիռներով ավարտված գործերի մեջ ծանր եւ առանձնապես ծանր հանցագործություններին վերաբերելի գործերի տեսակարար կշիռը անցյալ տարի եղել է 11.4%։ Հիշեցնեմ, այս տարի 8.5-ն էր։ Գլխավոր թադախազուհին նաև արձանագրեց. վաղեմության ժամկետը անցածը լալու հիմքով քրեական հետաբնդումը թատրեցնելու դեպքերու աճ կա։ Շարժը բացասական է։ 2020 թվականին բացարձակ թվերով դատաքննության փուլում վաղամության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական հետապնդում դադարեցվել է 61 անձի նկատմամբ։ 2021 թվականին 233, 22-ին 343, 23-ին 519, 24-ին 233, 25-ը դեռ ամբողջությամբ ամփոփված չէ, բայց առաջին կիսամյակում ունենք 118 անձի նկատմամբ ըստ էության վաղեմության հիմքով հետապնդման դադարեցում, որը կարծում ենք մարտահրավեր է, որը անհրաժեշտ է հաղթահարել։ Արտարադատության նախարարուհի ինքնահատմամբ խնդիրներուն մեծ մասը այս փուլին արդեն ենթագայական են։ Տեսնում ենք իրավիճակներ, երբ դատավորը կարող է 7 տարի շարունակ քննել զրպարտության վերաբերյալ պարզունակ գործ եւ 1 տարի չհրապարակել դատական ակտը։ Մենք կարող ենք տեսնել, որ օրերի ընթացքում որոշում կայացնելու փոխարեն, օրինակ հայցադիմումը վարույթ ընդունելու վերաբերյալ որոշման մասին է խոսքը, դատավորը կարող է սպասել ամիսներ։ Մենք տեսնում ենք, որ անձը կալանքի տակ կարող է մնալ 5 եւ ավել տարի։ Քիչ չեն այն դեպքերը, երբ ղարքաբահական վարույթներու ընթացքին տադավորները կգանխադեսեն լիազորություններու թատրեցման հավանականությունը եւ մինչեւ այդ սեփական թիմումով դուրս կգան համագարկեն, պատմեց Սրբուհի Քալյանը։ Անշեշտած է քաղաքացիին տեսանգունեն ադիգա վադե, քանի որ անոր քնահատմամբ տադավորը այդպես ալ չեն տարգվիր պատասխանատվության։ Բայց լավ է այն տեսանկյունից, որ դատական համակարգը մաքրվում է եւ իրապես մաքրվում է, որովհետեւ մեզ ներողություն, բայց ես ամենայն պատասխանատվությամբ կարող եմ ասել, որ մեզ պետք չեն դատավորներ, որոնք 7 տարի շարունակ կարող են քննել պարզունակ հայցեր։ Այս ամենուն շրջանագեն ներս է, որ որոշում կայացված է յուրաքանչյուր դատավարության համար ունենալ օրենսդրորեն սահմանված հստակ ժամկետ։ Ոլորտի մեջ կա նաև պատմական թրական ցուցանիշ վերջին 5 տարիներու համար, դատաբարդյալներու եւ գալանավորներու հարաբերակցության մասով։ Այսօրվա դրությամբ մենք 24 հոգով ավել դատապարտյալ ունենք, քան կալանավոր անձ։ Վերջին 5 տարիների ընթացքում նման ցուցանիշ չենք ունեցել։ Եզրափակիչ խոսքի մեջ դրական արձանագրում մգադարեց նաև վարչապետը, իրեն ուղված նամակներուն հողում գդարելով։ Նախկինում իմ ստացած դիմումների եւ նամակների երևի 70%-ը կապված էր դատական համակարգի հետ։ Հիմա ես որ մտքով ուզում եմ հիշեմ, ոնց որ թե հիմա ես շատ քիչ նամակ եմ ստանում դատական համակարգի։ Բայց իսկականից անկեղծորեն նոր մտքով անցավ։ Ան բոլորի ուշադրությունը հրավիրեց բեմին վրա Թահլիջեններս առաջին շարքերում մեջ գանանց թիվին։ Ով է կրում պատասխանատվությունը երկրում արդարության եւ արդարադատության համար։ Կանայք են կրում պատասխանատվությունը եւ ես մեր հարգարժան կանանց հաջողություն եմ մաղթում եւ հույս ունեմ, որ շարքերում այդ հարաբերակցությունը գնալով ավելի կմեծանա եւ իմ ասածի մեջ բացարձակապես հումոր չկա, որովհետեւ կանայք տենց ստացվել է մեր երկրի բնակչության մեծամասնությունն է, կանանց շրջանում կոռուպցիոն մենթալիտետը ավելի պակաս է, քան տղամարդկանց։ Հանցավոր ենթամշակույթի համար կանայք էականորեն պակաս հասանելի են, քան տղամարդիկ։ Այստեղ էլ էս քրեական ենթամշակույթի դեմ պայքարում իրավապահ համակարգը իհարկե դեր ունի։ Կառավարությունը 3 լուծում ունի. առաջինը կրթություն, երկրորդը կրթություն, երրորդը կրթություն։ Շնորհակալ եմ։
Հայաստանի Հանրապետության Սփյուռքի գործոց գլխավոր հանցակատար Զարեհ Սինանյանը հայտնած է, որ հունվար 9-ին ի վեր ընդհատված է գաբը Իրանի հայ համայնքի հետ եւ անոնց վիճակի վերաբերյալ այս պահուն հստակ տեղեկություններ չկան։ Անոր խոսքով այս կանադեն, որ բավարար տեղեկություն չկա, դարհանման անհրաժեշտության մասին ալ քննադատական տալ հնարավոր չէ։ Սինանյանը նաեւ նշած է, որ Սուրիո մեջ իրավիճակը կմնա անորոշ, երբ կգնաց է հայրենաթարցության կարևորությունը, ընդգծելով, որ 2025-ին հայրենաթարցություններուն ամենեն մեծ հոսքը եղած է Ռուսիայեն։ Իրանի հայ համայնքի հետ ամսունին ի վեր գաբը խզված է։ Մեր հայրենագիցներու վիճակի մասին հստակ տեղեկություններ չկան։ Այս մասին հայտնած է Սփյուռքի գործոց գլխավոր հանձնակատարը, նշելով, որ այդ ուղղությամբ քայլեր կիրականացվին։ Նման դեպքեր, որ եղավ 12 օրվա պատերազմի ընթացքում, եթե հիշում եք Իսրայելի եւ Իրանի միջև, եթե չեմ սխալվում, մայիս ամսին էր, մենք սկսեցինք ռեսուրս ձեռք բերեցինք սահմանին, Մեղրիում եւ այնտեղ սահմանը անցնող մեր հայրենակիցների միջոցով էինք ինֆորմացիան սկսում ստանալ, երևի նույն բանը հիմա պետք է այսօրվանից սկսենք անել այնտեղ, որովհետեւ այլապես բնական է այս տեղեկատվական դադարը մեզ շատ է անհանգստացնում։ Ինչ կվերապերի Իրանեն հայերու դարհանման հնարավորության Սինանյանի խոսքով դեղեցություններու բացակայության պատճառով չեն գրնարսել, թե արդյոք այս բահունադոր անհրաժեշտությունը գա, թե ոչ։ Իրատեսական չի մասնագիտական խումբ ուղարկել կամ որևէ այլ խումբ ուղարկել, որովհետեւ եթե մեզ համար պատկերն անհասկանալի է, չենք իմանա ուր ենք ուղարկում, այսինքն ինչ պայմաններ ենք ուղարկում, ինչ խումբ է պետք ուղարկել։ Զարեհ Սինանյանը անդրադարձած է նաև Սուրիո մեջ ընթացող բախումներուն եւ մեր հայրենագիցներու վիճակին։ Մեր դիրքորոշումը նա է, որ Հայաստանում շատ ավելի լավ է, եթե հնարավորություն ունեք, ու այդ հնարավորությունը եղել է, այսինքն խաղաղ պայմաններ լինում են բարբերաբար, եկեք Հայաստան, եկեք հայրենիքում բնակվեք, որովհետեւ ապագան շատ մշուշոտ է Սիրիայում։ Հայրենատարածներու ամենեն մեծ հոսքը 2025 թվականին Ռուսիայեն եղած է։ Կհաջորդեն Սուրիան, Լիբանանը, Իրանը, ապա նաև Միացյալ Նահանգները, Արժանտինը, Ֆրանսան։ Ինչ որ մասսա կա քրիտիկական, որը մեզ անհրաժեշտ է, որ սիգան ապրեն, որովհետև մենք նաև ունենք ժողովրդագրական բավական վտանգավոր, այսպես եւ մշուշոտ ապագա։ Այս բահուն Սփյուռքի գործոց 19 հանձնակատարներ աշխատին դարբեր համայնքներու մեջ։ Նախորդ տարի փոխայցելություններու միջոցով մեր հայրենագիցներուն բարձապանած են, թե ինչ զարգացումներ տեղի կունենան Հայաստանի մեջ։ Ինչ է իրական Հայաստանի կոնցեպտը, օրինակ, ինչու երկրում հսկայական դժգոհություն կա հայրաքելական եկեղեցու վերնախավի հայտնի անձանց հետ կապված, որովհետև Սփյուռքում բնակվելով մեր հայրենակիցները մի քիչ այլ տեսանկյունից են նայում եւ իրենց էլ շատ խաթարված ձևով է ներկայացվում ճշմարտությունը։ Սփյուռքի մեջ կան ուժեր, որոնք մեր երկրի իրավիճակը ճիշտ չեն ներկայացներ համայնքներուն, ընդգծած է Սինանյանը։ Ավանդական կուսակցություններից մեկը հայապական դաշնակցությունն է, որը սկզբունքայնորեն բռնել է հակապետական եւ հակահայաստանյան դիրքորոշում եւ ամեն ինչ անում է իր հնարավորությունների սահմանում, որոնք շատ սահմանափակ են բարեբախտաբար, որպիսի իրականությունը խեղաթյուրված ձևով ներկայացվի։ Կա օրինակ հենց նույն հայ առաքելական եկեղեցու վերնախավը, որը դեռ 2022 թվականից գոնե մեր շփումների թիվն եմ, սկիզբն եմ ասում, 2022 թվականից բռնել է շատ հակապետական այսպես դիրքորոշում եւ դա շատ միտումնավոր եւ դիտավորյալ ձևով տարհանում է, ասում ենք, շուտ էքսպորտ է անում դեպի Սփյուռք։ Սինանյանի խոսքով Սփյուռքի բավականին հարկված բարձրաստիճան հոգևորականներ նույնպես դժգոհություններ ունին։ Ռուսական պետական հեռադեսիլի գայանի եթերին Վլադիմիր Սոլովյովը հայտարարած էր Հայաստանի նկատմամբ հատուկ ռազմական գործողության հնարավորության մասին, երգիրը անվանելով աստեցության կոդի։ Հայաստանի մեջ հայտարարությունը որակվեցավ իբր սպառնալիք ինքնիշխանության նկատմամբ։ Հայաստանի արտաքին գերատեսչությունն հայտնեցին, որ Ռուսիո տեսփանը կանչված է նախարարություն եւ անոր հանձնված է փողոքի հայտակիր, որում մեջ հայտարարությունները քննահատված են անթույլատրելի եւ թշնամական։ Игры кончились.
плевать на международные правила, международный порядок. Խաղերը ավարտած են, թքած միջազգային իրավունքի վրա։ Եթե մեր ազգային շահերու անվտանգություն են գփխեր, հadoop ռազմական գործողությունը սկսել Ուկրաինայում մեջ, ինչու չենք կրնար հadoop ռազմական գործողությունը սկսել մեր ազդեցության ուրիշ կոդիներու մեջ։ Ռուսական pedagogan հերադեսիլի ուղիղ եթերով Վլադիմիր Սոլովյովը բաց հայտարարությամբ կխոսեր Հայաստանի դեմ հadoop ռազմական գործողություն սկսելու մասին։ Ինքնիշխան պետությունը անվանելով ազդեցության կոդի։ Հայաստանի մեջ ասիգա համարեցին սպառնալիք, որ պետք է արժանանար գոշտ արձագանքի։ Սոլովյովի խոսքը չափազանց հանդուգն էր, չափազանց կտրուկ էր, սահման չճանաչող խոսք էր դա։ Հայաստանի հանդեպ է անում, ինչի, որտեղ Հայաստանում այս տարի ընտրություններ են լինելու, եւ իրենց թվում է, որ սպառնալիքներով Հայաստանի հայ ժողովրդի հանդեպ սպառնալիքներով կարողանալու են իրենց այստեղի 5-րդ շարասանը որևէ հաջողության հասցնել։ Նույն մեթոդաբանությունն է ինչ որ եղել է 21 թվականին։ Ուղղակի այն ժամանակ իրենք օգտագործում էին Ադրբեջանին որպես պրոքսի ուժ Հայաստանի դեմ։ Հիմա քանի որ Ադրբեջանը այլևս իրենց պրոքսի ուժը չէ եւ իրենց հետ ճշնամական հարաբերությունների մեջ է գրեթե, հա, իրենք այսպես ուղիղ արդեն սպառնալիքներ են հնչեցնում, հասկացնելով էլի, որ մեր պրոքսի ուժերին, մեր 5-րդ շարասյանը եթե չընտրեք Հայաստանում, հայ ժողովուրդ, ուրեմն վատ կլինի ձեր վիճակը։ Լայն լսարան ունեցող քարոզչական հարթակով հնչեցվածը փորձ մներ հասկանալու հանրային քաղաքական վերլուծական թաշտի արձագանքն ու մոդեցումները, ասավ Եղոյանը։ Հայաստաններ Սոլովյովի հաղորդումներու վերահեր արձագումը սահմանափակված է, թեր 2024-ին ի վեր նույն պատճառով անիգա վերածված էր թշնամական քարոզչության խախտաձեր Հայաստանի եւ Ռուսիոյ կառավարություններու միջև զանգվածային հաղորդակցության ոլորտներն գործակցության մասին պայմանագրի բարդավորությունները։ Իրենք ելնում են իրենց ընկալումներից, մենք էլ պիտի ելնենք մեր ընկալումներից։ Մենք պետք է ելնենք այն կանխավարկածից, որ ամեն պետություն ունի իր շահերը, որը որոշ դեպքերում կարող լինի մեծապետական, որոշ դեպքերում կարող լինի կայսերական, որոշ դեպքերում կարող լինի հիմնված ընկալումների վրա, որ կան ազդեցության գոտիներ եւ մեզ էլ համարի ազդեցության գոտի, մենք էլ պետք է ելնենք այն ընկալումից, որ Հայաստանի Հանրապետությունը անկախ ինքնիշխան պետություն է։ Կրեմլին պետք է խամաճիկներ, իրենց դաշնակիցներ պետք չեն։ Իրենց պետք է խամաճիկ իշխանություն այստեղի։ Այստեղ որ իրենք ունենան այնպիսի իշխանություն, որի ձեռքերով կարողանան Հայաստանի նորանոր տարածքներ հանձնել հարևաններին եւ դրա դիմաց իրանք ինչ-որ բան ստանան նույն Ադրբեջանից կամ Թուրքիայից, որ այստեղի ռեսուրսները կարողանան անխնա շահագործել, ոնց որ միջև հիմա շահագործել են։ Եղոյանն ու Խուրշուդյանը չեն զարմացած, որ Սոլովյովի հայտարարությունը թադաբարդող արձագանք չգա Հայաստանի ինտիմատիր դաշտեն։ Ինչու լուր է ինտիմությունը։ Իրանց սրտով է այդ ամեն ինչը։ Իրանք կողմ են այդ գաղափարին։ Մենակ թե Նիկոլ Փաշինյանը չլինի Հայաստանում իշխանություն։ Իրանց գեր նպատակը է դա գան էլի 11-րդ բանակ ուզում են մտցնել Հայաստան ու ցավալիորեն ու ճակատագրի հեգնանքով դաշնակցությունը ում 11-րդ բանակը ժամանակին հեռացած իշխանությունից էլի լծվել է այդ թելը թելելու։ Շատերը նույնիսկ ասում են լավ է արել, որ այդպիսի բան է արել։ Կամ ասում են դե իրենց շահերն են իրենք պաշտպանում։ Իսկ կարող է դուք էլ մեկ-մեկ Հայաստանի շահերի մասին հիշեք, այլ ոչ թե սպասարկեք Կրեմլի շահերը այստեղ եւ արդարացնեք Կրեմլին եւ նրանց փաստաբանի դերում հանդես գաք։ Հայաստանի մասին նման կերպ արտահայտվող Սոլովյովին 2013-ի թեկտեմբերին Սերժ Սարգսյանը բարգեւադրած է Հայաստանի եւ Ռուսիա ժողովուրդներու միջև բարեկամություն հաստատելու, երկրներու միջև խաղաղությունը ամրապնդելու կորձի մեջ նշանակալի ներդրում ունենալու համար պատվո շքանշանով։ Ճիշտ ժամանակն է, որ անիգա զրկվի Հայաստանի pedagogan բարգեւեն կգարձեն բանախոսները։ Սոլովյովի հայտարարություններուն արձագանքները բազմաթիվ են։ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ու ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Դրուփինյանը համարած են, որ նման հայտարարություններուն արձագանքը Հայաստանի զարգացումը պետք է լա։ Հիմա հնչում են նորից սպառնալիքներ մեր ինքնիշխանության դեմ։ Ինչ պիտի մենք անենք։ Մենք պիտի տասնապատկենք մեր ջանքերը խաղաղության ամրապնդման, սահմանների ապաշրջափակման, ճանապարհներ կառուցելու, առևտուր անելու, հարևանների հետ խաղաղ համակեցության ուղղությամբ։ Շունը գհաչե կարավանը գերտա։ Շունը այս բարակային ռուսիացի գործարար Սամվել Գարաբեդյանի մդերի մնգեր եւ հայրենագից Սոլովյովն է։ Իսկ կարավանը մեր սիրելի երգիրը, որ գերտա թեպի անշրջելի խաղաղություն եւ զարգացում։ Վլադիմիր Վարդանյանն Սոլովյովին իր իսկ լեզվով հարց ուղղած է։ Խաղաղության հաստատումը ցեզի թյուրեգան չէ, թե այն, որ Հայաստանը գշարժի ժողովրդավարության ճանապարհով։ Այդ իսկ պատճառով պատվեր ստացած է, շարունակած է պատգամավորը։ Что означает начать СВО? Ինչ կնշանակե սկսիլ հadoop ռազմական գործողություն, այսինքն գրնակ սկսիլ ռազմական գործողություն որևէ պետության թեմ, որովհետև դուք կհամարեք, թե անիգա ձեր շահերու կոդին է, կհամարեք, որ գրնակ կայուն խաղաղություն հաստատել, դառնալով այս կամ այն պետութենեն ներս կատարվող քաղաքական իրադարձություններու մաս։
Հայաստանի արտաքին գործոց նախարարներն ընդգծեցին, որ մեր երկրի մեջ Ռուսո տեսփան Սերգեյ Կոպերկինը կանչված է արտաքին գործոց նախարարություն։ Անոր հանձնված է փողոքի հայդակիր, որում մեջ խորունկ վրթովմունք արտահայտված է։ Պետական հեռադեսիլի ընկերության մաս կազմող ծրագրի եթերին հնչած հայտարարություններուն համար ընդգծված է, որ անոնք Հայաստանի ինքնիշխանության թեմ անթույլատրելի ոտնձգություն են ու թշնամական դրսևորում եւ գոպտորեն կխախտեն Հայաստանի եւ Ռուսիո միջև բարեկամական հարաբերություններու հիմնարար սկզբունքները։ Աշխաբթվան համար մենք պատրաստած էինք այսքանը։ Շարունակեցեք հետևել առաջին ալիքին մինչ հաջորդ շաբաթ։